շնորհակալություն լուսաբանման համար, այսօր մենք իսկապես հայական գրասենյակ է բացում Վանաձորում, մեծ գրասենյակ է, հիշեցնեմ, որ Վանաձորը մեր երկրի մեծությամբ երրորդ քաղաքն է, խոշոր արդյունաբերական կենտրոն է, նաև կրթամշակութային կենտրոն է, մեր Լոռու մարզի վարչական կենտրոնն է եւ այլն, ուստի սա շատ կարևոր բնակավայր է բոլոր իմաստներով, մեծ ու ինչ-որ իմաստով առայժմ պատմությամբ, հիշեցնեմ ձեզ, որ 100 տարի առաջ այստեղ տեղի ունեցել Ղարաքիլիսայի ճակատամարտը, որը մեր մայիսյան հերոսամարտի 3 կարևորագույն ճակատամարտներից մեկն է, ուստի բոլոր իմաստներով մեր համար Վանաձորը շատ կարևոր է եւ ինչպես տեսնում եք նաեւ մեծ թվով աջակիցներ եւ համակիրներ ունենք մենք Վանաձորում նախկինում, երբ որ մենք 23 թվականին իրականացնում էինք մեր ստորագրի հավաքը, հարյուրավոր եւ հազարավոր քաղաքացիներ միացել են Վանաձորում այս ստորավակին իրենց աջակցությունը բերելով, ուստի մեր նպատակը նրանում է, որ այսօր մենք բացենք մեր գրասենյակը եւ դա որպես այդպեսին դառնալա կապողողակը Հայաքվեի եւ Վանաձոր քաղաքի միջեւ մեր նպատակը նրանում է, որ գրասենյակը ոչ թե լինի պարզապես տարածք, այլ լինի աշխույժ, ամեն օր աշխատող, բզացող, գաղափարներ գեներացնող հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են գալ իրենց խնդիրներով, իրենց գաղափարներով, իրենց լուծումներով իրար հետ միասին աշխատել, իրար հետ միասին արդյունք ստեղծել, կարողանալ նպաստել քաղաքի կառավարմանը, երկրի կառավարմանը, բոլոր այն բնակավայրերում, որտեղ մենք այդ գրասենյակներ ունենք, արդեն այդ գործընթացը մենք ունենք, օրինակ Գյումրիում մենք ունենք գրասենյակ, որը ակտիվորեն արդեն համագործակցում է քաղաքային իշխանությունների հետ, նախաձեռնություններ է առաջ մղում, հավաքանու հետ աշխատում եւ այլն, նույն նպատակը մենք ունենալու ենք Վանաձորում։ Մարզային այցերը շատ կարևոր են եւ մեր Հայաքվեն աչքի ենք նում նրանով, որ ինքը միայն նախընտրական շրջանում չէ, որ գալիս է շտաբի կարգավիճակի գրասենյակ է բացում։ Մենք դեռևս 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից մարզերում սկսեցինք բացել մեր գրասենյակները եւ մարդկանց հետ շփվել ավելի անմիջական ձևով։ Որովհետև մի բան է, երբ որ դու խոսում ես եթերից, YouTube-ով, Facebook-ով եւ մարդիկ քեզ նայում են, մեկ այլ բան է, երբ որ դու մարդկանց հետ անմիջաբար ես շփվում եւ անմիջապես կարողանում ես քո գաղափարը ներկայացնել։ Բացի դրանից լսել մարդկանց կարծիքը, լսել մարդկանց ցավ ու դարդը, նրանց խնդիրների մասին, նրանց պատկերացումների մասին, քո նկատմամբ նրանց ընկալումների մասին, իշխանության նկատմամբ նրանց ընկալումների մասին, ընդդիմության նկատմամբ ընկալումների, հիմնախնդիրների կարևորություն տալու եւ այլնի հետ կապված։ Հաճախ մեզ թվում է, թե մենք ամենախելացիներն ենք, մենք ամեն ինչ գիտենք, ամեն ինչ լավ ենք պատկերացնում, բայց իրականությունը շատ հեռու է դրանից։ Եվ անհրաժեշտ է մարդկանց հետ շփվել, մարդկանց հետ հաղորդակցվել։ Բացի դրանից, մեր գրասենյակ, մարզային գրասենյակների գործունեության մեջ մենք մեր գաղափարները, արժեքները, նպատակները մարդկանց հետ կիսելով հանդերձ, նաև մենք մարդկանց գիտելիք ենք տալիս եւ կարողություններ ենք տալիս այն մարդիկ, ովքեր որ մեզ հետ կիսում են այդ գաղափարները տարածելու, ամրապնդելու, այդ ամեն ինչի համար մենք տալիս ենք մարդկանց կարողություն եւ գիտելիք։ Մեր մարզային գրասենյակները նաև այդ նպատակով են։ Այնպես որ թեև շրջանը նախընտրական շրջան է, բայց թող տպավորություն չստեղծվի, որ մենք ուղղակի հերթական մի հատ այդպես գրասենյակ ենք բացում, շտաբ ենք բացում եւ դրանով ընտրություններով ամեն ինչ ավարտվելու է։ Ոչ, մենք ազգային քաղաքացիական միավորում ենք եւ մեր գործունեությունը ավելի երկարաժամկետ նպատակներ են հետապնդում։